Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 1-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը 5-շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Գնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր արտաքինով, ձեր առողջությամբ նույնպես, նաև պետք է զբաղվեք, այդպես։ Եվ ոմանք ծնողների հետ կանցկացնեն, ոմանք նաև կարող եք գնալ ձեր ծնողների մոտ, ընտանիք որոշեք կազմել, ոնց որ ինչ-որ մի բան ձեր մեջ արտանա և ուզենաք, որ ընտանիք կազմեք, ընտանիք ստեղծեք, ովքեր իհարկե միայնակ են։ Նաև ինչ-որ մեկի համար եք անհանգստանում, ինչ-որ բանի համար եք անհանգստանում, տեսնեմ ինչ է սա, ինչ-որ տղամարդու համար է դա, որից է տղամարդ է, ում համար բավականին անհանգիստ եք այդ օրը, կամ ինքն է անհանգստացնում, ինքն է ինչ-որ մի բան բորբոքել հարաբերություններում կամ ձեր մեջ։ Եվ այդ օրը ոչ նամակ կստանաք, որևիցե տեղեկատվություն, ինչ-որ բաներ կգրանցեք, կլրացնեք, ինչ-որ նաև տեղեկություն, փաստաթուղթ, փաթեթ, եթե ինչ-որ բան եք պատվի, կամ դուք կարող եք ուղարկել ինչ-որ մարդկանց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին, եզերին, տարվա ծնված ցուլերն են իրենք։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 1-ին։ Բավականին ուժեղ կլինեք այդ օրը ամեն ինչին դիմակայելու համար, ամեն ինչ անելու համար, վերջացնելու համար։ Նաև ինչ-որ մարդիկ կարող են ձեզ ձեռք մեկնել, ինչ-որ հարցում օգտակար լինել, օգնել ձեզ։ Եթե դուք դրա կարիք ունեք, կարող եք դուք դիմել, անպայման ձեզ կաջակցեն, կօգնեն։ Նաև հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է, ինչ-որ մեկի հայրն է։ Դա կարող է լինել ձեր սիրելիի հայրը, դա կարող է լինել ձեր ընկերուհու հայրը, ում որ այդ օրը կարող եք տեսնել դրսում։ Նաև այդ օրը մի փոքր ծանր օր է, պետք է կարողանաք տանել, ինչ-որ բեռը ձեր ուսերին է, լինի դա ընտանիքի հոգսը, աշխատանքում ավելի շատ աշխատանք լինի դա փորձություններ, որոնք որ դուք պետք է անցնեք և հաղթահարեք այդ օրը։ Ինչ-որ բաներ են, որոնք որ ծանր են, և պետք է դուք կարողանաք այդ ամենը տանել, կարողանաք դիմակայել, որովհետև յուրաքանչյուր դժվարությունից հետո միևնույն է ամեն ինչ հետո լավն է գալիս, ովքեր որ կարողանում են դիմակայել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 1-ին։ Այս տղամարդը արդեն երրորդ նշանն է դուրս է գալիս։ Երկու տղամարդ է մեջը, բայց միայն այս է դուրս գալիս։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Ինչ-որ կամ կարող եք վիճել, կամ բժիշկ է, որ կարող եք հանդիպել կամ վիճել և այս մարդուն ձեր կյանքից հեռացնել։ Կախված է, թե ով է նա ձեզ համար։ Միգուցե այդքան էլ լավ մարդ չէ և իրենց պետք է իրոքից հեռանալ։ Եթե չեք ուզում, ապա պետք է ուղղակի ուշադիր լինել, որպեսզի վեճը չթեժանա և վեճի ընդհանրապես չբռնկվեք։ Իմաստուն լինեք այդ օրը, իմաստությունը ձեզ, ոնց որ ասում են, իմաստուն եղեք այդ օրը։ Նաև օձեր կան, որոնք որ կարող են փորձել ձեզ վնասել, փորձել ձեզ հետ վատ վերաբերվել, այդպես չար ձևով տրամադրվել կամ նման հայացքով նայել ձեզ։ Եվ
Այդ օրը ոմանք կփորձեմ ինչ-որ բիզնես բացել, նոր ինչ-որ քայլեր կարող եք անել, նոր բաներ սկսեք։ Ինչ-որ պահեր են, որոնք նոր են ձեզ համար, ձեր կյանքում։ Վերադաշնիկս թեքում է ամբողջ էկրանը։ Ստիպված եմ լինում զայրատկով, որովհետև անընդհատ տանում է։ Նաև ոմանց մոտ սա երեխայի հետ կապված իրադարձություններ են, կարող է առիթ է, կարող է իրենցով պետք է զբաղվեք, թոռներն են գալիս, ծոռներն են գալիս, երեխաներն են գալիս։ Նաև նա ինչ-որ մի նոր կյանք է, նոր մի բան է մտնում ձեր կյանք։ Ամեն մեկի մոտ մի բան է, մեկի մոտ հարաբերությունների սկիզբ, մեկի մոտ նոր գործի սկիզբ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 1-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բաներ եք փորձելու ընտրել, իդեպ դժվար է, ընտրելը դժվարությունների կարող եք հանդիպել, ընտրության ժամանակ, նաև ոմանց համար սա ինչ-որ թեթև ընտրություն է հագուստի կամ կոշիկի մեջ, ոմանց համար է սա շատ կարևոր ընտրություն է, ձեր կյանքին է վերաբերվում։ Նաև խոչընդոտներ կան այդ օրը, տեսնենք, կկարողանաք հաղթահարել կամ որտեղից են սա, պետական հիմնարկությունից է այդ խոչընդոտները, ձեր շրջապատող մարդկանցից է, կամ եթե ուզում եք, որ ձեզ օգնեն, կարող է շրջապատի մարդկանց դիմել և իրենք ձեզ կաջակցեն և կօգնեն այդ օրը։ Ոմանք նաև կգնան առիթի, ոմանք նաև դուք առիթ կարող եք ստեղծել, ուրախանալ, ինչ-որ մի բան անել։ Նաև դա կարող է լինել հասարակական վայր, որը որ այդ օրը դուք այցելեք։ Միգուցե թատրոն եք գնում, այգի եք գնում, նման որևէ մի տեղ, որտեղ որ բավականին շատ մարդիկ կան։ Հասարակական գործունեություն կարող եք սկսել ինչ-որ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 1-ին։ Ոմանց մոտ այստեղ նոր հարաբերություններ է սկսվում, հնարավոր է նաև աշխատանքի վայրում է, հնարավոր է նաև աշխատանքի այնտեղ ղեկավարության կամ եւ այլն։ Նաև նոր բիզնես ոմանք կարող են սկսել, նոր որևիցե գործունեություն, թեկուզ փոքր, նոր կազմակերպեք թեկուզ, բայց այն կսկսեք, այդ օրը կարող եք, հենց այդ օրը սկսել կարող եք։ Այս քարտերը մի քիչ ոնց որ նույն օրը այդքան էլ կարող են չլինել, մի քանի օր հետո լինել, որտեվ սա այն քարտերը չեն քառակուսի, որ ցույց տա միայն հստակ օր։ Ինքը կարող է նաև մեկ այլ օր էլ լինի։ Նաև երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, հնարավոր է կնունք ծնունդ է ինչ-որ մի բան է, որ պետք է անեք, կամ երեխաների համար ինչ-որ բաներ պետք է անեք, հղիություն, ծննդաբերություն, նաև թոռները գալ, երեխաները գալ ձեր տուն։ Եվ հանդիպում շփում կունենաք որևիցե տղայի հետ, ոմանք իրոքից այստեղ նոր հարաբերություններ կարող են սկսել, տեսնենք ով է այս տղան։ Հանդիպելուց բավականին էմոցիոնալ կլինեք, բավականին էմոցիաներ է տալիս, ոմանք նաև ռոմանտիկ շփում ունենան այդ տղայի հետ, ինչ-որ մի բան գաղտնի մնա, ինչ-որ մի բան անհասկանալի մնա այդ տղայի հետ կապված, ինչ-որ գործերի հետ կապված է, որ այդ տղան է վարում օրինակ։ Եվ այդ օրը կգտնվեք որևէ շրջապատում, որ ձեզ համար լավ կլինի, հնարավոր է պետական աշխատողներ են բոլորը, հնարավոր է ինչ-որ մի տեղ եք, որտեղ նաև գոյություն ունեն այդպես բարձր պաշտոնի մարդիկ, հեղինակավոր մարդիկ, նաև դա նոր իմաստություն է, որ մտնում է ձեր կյանք, նորովի կնայեք ինչ-որ մի բանին ձեր կյանքում, նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար եւ այդպես կապրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։
Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 1-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան։ Մի փոքր պետք է սպասեք, բայց անպայման կիրականանան։ Եթե գումարի մասին է, որ ուզում եք ստանալ, ապա այն կստանաք, բայց պետք է այստեղ ուշադիր լինեք, կորուստի հետ կապված։ Թյուրախանակ գումարը այդպես ձեռքը բռնած։ Շատերը կամ բանկից դուրս են գալիս, գումարը ձեռքը հաշվելով գնում են։ Այ բալամ, վտանգավոր է։ Ոնց կարելի է գումարը հաշվել փողոցում եւ գնալ։ Նաև ձեր ցանկություն, եթե ցանկություն եք այդ օրը պահեք, անպայման դրանք կկատարվեն, նաև դրսից կարող եք ինչ-որ մի նորություն լսել, ինչ-որ մեկի մասին լսել, օտարերկրի հետ կապված ինչ-որ հարցեր կարող եք իմանալ, գումար կարող են ձեզ ուղարկել այնտեղից, դուք գումար ուղարկեք։ Նաև այդ օրը դուք գումար կստանաք եւ կարող եք ծախսել։ Ինչ-որ մանր-մունր խնդիրներ կարող է լինեն, որ այդ խնդիրները պետք է լուծել, գումարը վճարելու միջոցով կամ նման ինչ-որ հարցերի միջոցով։ Տեսնենք ինչի կորուստ է համենայն դեպս, այստեղ իրոք ինչ-որ մի բան հիմքից կկորի, ուշադիր եղեք գումարին, շատ ուշադիր, եւ ինչ-որ մի բան է, որ հիմքից ոնց որ անվերադարձ դա գնում է։ Վերադարձ չկա դրան, այնպես որ ուշադիր եղեք, թե ինչ կա, ինչ կարող եք կորցնել։ Միգուցե նաև մանր-մունր խնդիրներ են եւ վճարում եք եւ այդ խնդիրները այլևս գնում են ձեզանից։ Կարող նաև դա լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Մեզ էր նայում։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 1-ին։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ են։ Այդ օրը նա որ է ծնունդ է, առիթ է, իրենց հետ կապված ինչ-որ բաներով պետք է զբաղվեք, երեխաները կան, թոռները կան, նոր գործ է, նոր կյանքի սկիզբ է, նոր բիզնեսի սկիզբ է, նոր մի բանի սկիզբ է ձեր կյանքում։ Նաև ոմանք ճանապարհ կգնան, ոմանք շատ երկար, ոմանք ուղղակի է, ինչ-որ անդադ այս կողմից այն կողմ, նաև դա տեղափոխություն է, կարող եք տեղափոխվել մեկ այլ տեղ, մեկ այլ երկիր եւ գործերը առաջ մղել, ձեր բիզնես օրինակ առաջ մղել, ավելի հանրայնացնել, օրինակ ձեր բիզնեսը կարող մինչեւ այս ինչ-որ բաներ եք անում, բայց այդպես չէիք հանրայնացնում, հիմա կարող եք ավելի գովազդել, այդպես կարող եք։ Ոմանք նաև այդ օրը առիթի կգնան կամ ձեր տանն է առիթը կամ նաև հասարակական վայր է, որտեղ կգնաք, որտեղ շատ մարդիկ կլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ուրիշ կերպ ոչխարն, իրենք ասում։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 1-ին։ Ինչ-որ մի բան է լինելու, էմոցիոնալ եք լինելու։ Դա էմոցիաների ազդեցության տակ ուտե ուզում ասել եկավ։ Փորձեք չվիճաբանել ոչ ոքի հետ, փորձեք ինչ-որ խոսակցությունների մեջ չընկնել, ավելի հանգիստ լինել։ Ինչ-որ գաղտնի կարող է ինչ-որ բան մնա ձեզ մոտ, որից էլ որ կարող ավելի բորբոքվեք եւ ուզանաք իմանալ դրա պատճառը, դրա պատասխանը, նաեւ գիշերը կարող է ինչ-որ մարդիկ անդադ ուշ գան, այս կարող այդ օրը ուշ գան, հաջորդ օրը ուշ գան, շատ երկար դժվար, բայց մեկ-երկու օր կարող է նմանատիպ ինչ-որ պահել լինեն, ինչ-որ հետաքրքիր երազներ տեսնեք։ Այդ օրը նաև կարող եք խոսել, շփվել որևիցե կնոջ հետ։ Մի քիչ դժվարությամբ դժվար կյանքով ապրող կին է։ Դժվարություններով է նաև հիմա ապրում, միգուցե։ Եվ իր դժվարություններով կիսվում է ձեզ հետ, կամ ուղղակի նման կին է, ում հետ որ կարող եք հանդիպել, պարտադիր չի, որ նա կիսվի ինչ-որ մի խնդիրներով ձեզ հետ։ Փորձություն է բերում ձեր կյանք, դժվարություն է բերում նաև ձեր կյանք, եւ կարող եք վիճել այդ կնոջ հետ։ Ոմանք կարող են տուն մաքրել ուղղակի այդ օրը, զբաղվեք տան գործերով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։
Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 1-ին։ Բավականին ակտիվ կլինեք, աշխուժ կլինեք։ Այսօր այն կողմ կգնաք, սա կանեք, նա կանեք, ինչ-որ բաներ առաջ կգցեք ձեր գործերում, հյուրեր կարող եք ընդունել, կամ դուք գնաք հյուր, ինչ-որ մեկի տուն, նա ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, այդ պատվերները բերեն։ Նաև դա կարող է լինել նորություն, որ ստանաք, ինչ-որ մեկը կարող է փորձել փողոցում ձեզ տեսնել և այդպես ծանոթություն հաստատել ձեզ հետ, փորձել ծանոթանալ կամ դուք ինքն այդ փորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Նաև տան հետ կապված իրադարձություններ են, կարող է տուն եք մաքրում, տան գործեր եք անում, ինչ-որ բաներ է, որ տան հետ է կապված, հյուրեր, հա, դե կարող է ընդունում եք կամ տունը կարգի եք բերում, որպեսզի հյուրեր ընդունեք, կամ իրադարձություն է, այստեղ առիթ է, պետք է գնաք կամ ձեր տանն է կամ գնում եք առևտուր անելու այս այն կողմ, ինչ-որ բաներ է պատվիրում եք, որը առիթ է նշեք։ Եվ հանդիպում կամ շփում որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Կարող եք վիճել այս աղջիկա հետ, կարող եք նաև ձեր կյանքից հեռացնել այս աղջիկան, հանել իրեն։ Նաև այս աղջիկը կարող է իր կյանքը փոխել հիմնովին, կարող ձեր աղջիկն է, կամ ձեր կյանքը նաև փոխել հիմնովին, ինչ-որ մի ձևով, կամ խորհուրդներով, կամ ինչ-որ մի բանով փոխի ձեր կյանքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին հոկտեմբերի 1-ին։ Տեսնենք հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Ոյ, խարդախ խափեբայի մեկն է, ում հետ այդքան էլ գործ չունեք այդ օրը, մի զբաղվեք ոչինչով, մի հավատացեք, մի վստահեք։ Միգուցե դուք պետք է լինեք մի փոքր այդպես ակտիվ կամ նաև, հա, ինչ-որ խորամանկ, ինչ-որ գործեր անելու համար։ Բայց եթե նմանատիպ կնոջ հանդիպեք, դե ուշադիր եղեք, մի հավատացեք, ոչինչ։ Նաև այդ օրը ոմանք առիթ ունեն, պետք է գնաք առիթին, դուք կարող եք առիթ ստեղծել, կարող եք գնալ հասարակական վայր, կինո, թատրոն, այգի, ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Նաև այդ օրը ինչ-որ բան է ձեզ մոտ փոխվելու, ձեր կյանքում ինչ-որ մի բան է փոխվելու։ Փոփոխություն է դա, ընդհանրապես արագիլով դա լավ փոփոխություն է ընդհանրապես։ Ոմանք տեղափոխվում են ուրիշ երկիր, ուրիշ քաղաք, դա դրանով է փոփոխությունը։ Ոմանք հղիանում են, ծննդաբերում են, դա է փոփոխությունը ձեզ մոտ, ինչ-որ գլոբալ փոփոխություն է։ Նաև ինչ-որ մի բան է, որը շատ կարևոր է եւ այդ ոլորտը բավականին փոփոխության կենթարկվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 1-ին։ Այդ օրը տանը կանցկացնեք հարազատների հետ, կամ տանը ինչ-որ առիթ է, կամ հյուրեր կունենաք տանը, ու բորկա կարող եք անել, ինչ-որ մի կարող է իրադարձություն է, տուն եք գնում, տուն եք վաճառում, տան իրեր եք գնում, ինչ-որ բաներ է, տան համար, այսպես խառը գործողություններ կարող եք անել, ինչ-որ բան կարող է կայունանալ, կարող է ընտանիքի հարաբերություններ են կայունանում, ինչ-որ պահեր են կայունանում ձեզ մոտ։ Նաև դա կարող է լինել կայունություն յուրաքանչյուր ոլորտում, ոչ միայն ընտանեկան հարաբերություններում, ինչ-որ մի ոլորտ է, որը կայունանում է, ի վերջո ոնց որ հանգիստ եք դրա համար։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, եւ եթե ցանկություն ունեք, ապա պահեք այդ օրը, որովհետեւ այն անպայման կիրականանա։ Նաև դրսից ինչ-որ մեկի մասին կարող եք ինչ-որ տեղեկություն լսել, ինչ-որ մի բան իմանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խոզերին, վարազներին։
Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 1-ին։ Հաջողություն է ձեզ սպասվում, նոր դռներ են ձեզ համար բացվում, ձեր առջև, այդպես ինչ ուզում եք արեք այդ օրը։ Նաև գումար կստանաք, նաև գումար կծախսեք այդ օրը։ Հաջողությամբ գումար է գալիս, այն ինչ-որ մի տեղից, որից որ չեք սպասում եկել, օպ, ինչ-որ գումար է գալիս։ Նաև այդ օրը բավական աշխույժ կլինեք, ինչ-որ գործեր կանեք, ինչ-որ հարցեր կլուծեք, նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք և դե ովքեր երիտասարդ են կարող են ձեզ հետ փորձել ծանոթանալ, ովքեր միայնակ են ավելի շուտ, փորձել ձեզ հետ ծանոթանալ կամ դուք կարող եք փորձել ինչ-որ մեկի հետ ծանոթանալ դուրսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։